Մետի 3 դասարաններն են սովորողները։ Հիշում եք, չէ՞, մենք մեկ ամիս առաջ Մայրբույսից կտրոններ էինք վերցրել ու դրել ենք ջրով ամանի մեջ։ Համբերատար սպասել ենք նրանց արմատակալման այդ պրոցեսի, բավականին հետաքրքիր պրոցես է կատարում, դու հետո բարձր դասարանում դրանց մասին կիմանաք։ Մենք ինչ սովորեցինք անցած դասին, եթե մեր բույսը ունի արմատ, ունի ցողուն, ունի տերև, ինքը արդեն կարող է ինքնուրույն ապրել։ Հիմա ձեզ մեր բույսը ունի արմատ, ցողուն, տերև։ Մեր բույսը կարող է ինքնուրույն ապրել։ Հիմա ինչ պետք է անենք իրեն հետ։ Պետք է փոխենք, ջրից հանենք, դնենք հողով ծաղկամանի մեջ, ճիշտ է։ Հիմա այս ամենը կազմակերպում ենք և միասին դուք ինքներդ պետք է անեք, որից հետո կջրեք, կխնամեք, ես ձեզ կասեմ, թե խնամքը ինչպես է կատարվելու։ Եվ հետո ես մեկ ամիս հետո կգամ ձեր բույսերը տեսնելու, տեսնեմ ճիշտ եք խնամեք, թե ոչ, լավ, այսպես։ Հիմա իմ տղեն ունի արդեն ծաղկաման, որի մեջ կա հող։ Հողը ինչ ենք անում, փոքրիկ բաժակ ենք բացում, փոսիկ ենք անում և փորձում ենք մեր բույսին տեղադրել, քանի որ արդեն հողը մեջն է և մեր բույսը մեծ է, ես մեկ ուրիշ բույս կվերցնեմ, որ հարմարեցնենք մեր ծաղկամանին։ Սա կալանխոե բուսատեսակ է և շատ պետք է և կարևոր է, որ ձեր դասարանում լինի, որտեղ ինքը դեղ է։ Այսպես, հա։ Հիմա քանի որ մեր հողը քիչ է, մենք անցքեր։ Իսկ մյուս ծաղկամանը անցքեր չունի, բայց իրեն անցքերի համար նախատեսված է, տեսեք 3 հատ կետիկներ։ Մենք անպայման պետք է այս կետիկները բացենք, որովհետև եթե ինչու, դե ասա։ Այո, եւ ինքը կարողանա տակից խմի, եւ եթե մենք խաղը վերևից էլ ջրենք, խաղել ջուրը չմնա, որ ինքը փչանա, հա, իր չափով ջուր պետք է, եթե մենք ջուր ենք ուզում, բայց շատ խմենք, մեր փորիկը կմեծանա ու կցավասնի, չէ՞ մեզ։ Հա, միան մատիկով ցույց տուր, ո՞րն է արմատը, չփոքես, ապրին բալեն, դա արմատն է։ Մենք սովորեցինք ցողունն էլ ո՞րն է, կհիշես։ Ապրին տղենից տերևը ո՞րն է, շատ ապրին բալեն։ Արդեն դու շատ լավ գիտես, մնում է արդեն բույսը բռնում ես բույսի ցողունը, այդպես։ Ընկեր բարի քեզ կօգնեմ։ Կարող է ապրես, ահի բույսը ձեր։ Ոչինչ, բալես։ Հերի։ Սիրան, այսպես տարածում ենք։ Մի փոքր այսպես կսխմենք, որ օդ չմնա, ապրես։ Ինչ